շատ լավ է, որ անցնում է Երևանում, եվրոպական քաղաքական համայնքը հավաքվել է, հարցեր են քննարկվելու, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է ցույց տանք այն խնդիրները, որ կան, եւ մենք պետք է ցույց տանք, թե մենք ինչ ենք ակնկալում մեր Հայաստանը որպես պետություն, ինչ պետք է ակնկալի այս գագաթնաժողովից։ Եվ ես օրինակ 3 հստակ ցույց էի տվել, որ եթե մենք կոնկրետ արդյունքներ չունենանք այս գագաթնաժողովից, ապա դա ընդհանրապես կդառնա որպես գեղեցիկ, թանկ, բայց մեզ համար անիմաստ անցկացված միջոցառում։ Դրա համար հիմա մենք արդեն գնանք եւ այն խնդիրները, որ իրականում կան ու իրականում այս իշխանությունը հիմա իբր ցուցադրում է, որ կապ ունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, իրականում ոչ մի առնչություն չունի թե մարդու իրավունքների, թե ժողովրդավարության հետ։ Սկսած նրանից, որ կա կամայական կառավարում, երբ մարդուն աշխատանքից ուղղակի ազատում են, որովհետև կառավարության ղեկավարը ասում է ես այդպես եմ ուզում, վերջացած նրանով, որ ամեն ինչ անում են, որ մարդիկ մոռացվեն ուղղակի իրանց հարցերով, ոչ թե որ խնդիրները լուծեն մարդկանց, այլ որ մարդիկ մոռացվեն, որովհետև այդ մարդիկ բարձրացնում են նրանց համար անհարմար հարցեր։